Սոսեն ծնվել է 1868 թվականին Սասունում, Նեմրութ լեռան փշերին գտնվող Թեղուտ գյուղում։ Բազմանդամ ընտանիքի տեր Մարգար դրով Անստանտուրի հարկի տակ։ Հազիվ 13 տարեկան էր, երբ Սասունցի հայերի ավանդույթներին համաձայն ծնողները ցանկանում էին ամուսնացնել Սոսեին։ Սակայն Սոսեն ըմբոստանում է եւ որոշում կյանքը կապել խճան Սերոփի հետ։ Հայ ազատագրական շարժման տարիներին եղել է ամուսնու կողքին։ Սոսեն մայրիկը մասնակցել է հայտուկային կռիվներին, ինչի համար ժողովուրդը նրան ուծել մայրիկ պատվանունով։ 1898 թվականին Բաբշենի կռվից հետո Սերոփի հետ ապաստանում է Սասունում։ 1899 թվականին 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարել էին Գելեգոզան գյուղը, ուր ապաստանել էր Սերոփ իր ընտանիքով եւ 12 ֆիդերներով։ Մինչ այդ Սասունցու ձեռքով նենգաբար թունավորվել էր Սերոփը։ Թշնամին տեսնելով Սերոփի անօգնական վիճակը հարձակվել է գյուղի վրա։ Այդ անհավասար կռվում զոհվել է Սոսեի ամուսինը, որդին Հակոբը, Սերոփի եղբայրները Մխեն եւ Զաքարը։ Սոսեն վերցնելով ամուսնուն հրացանը շարունակել է քաջաբար մարտաչալ եւ վիրավորվել է։ Վիրավոր ժամանակ գերվել եւ տարվել Բիթլիս, իսկ շուտով ազատ արձակվել։ Բշարը Խալիլը կտրել է մահացած Սերոփի գլուխը եւ հայերին ապակելու նպատակով ծովի վրա Սասունի գառներից հասցրել մինչև Վաղեշ։ 1904 թվականին Սասունի ապստամբությունից հետո Սոսե մայրիկը տեղափոխվել է Վան, ապա Կովկաս։ Նրա մյուս որդին Սամոնը զոհվել է Կարինում ջարդերի ժամանակ։ 1920 թվականի վերջին Հայաստանի խորհրդարանությունից հետո Սոսե մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թվականին վախճանվել է։ 1998 թվականին նրա աջունը տեղափոխվել է Երևան եւ ամփոփվել Եռաբլուրում։ Գիտելիքների սկզբունքներից մեկն էր չհոսնալը։ Ամուսնացած լինելու պարագայում հեռու մնել իրենց ընտանիքներից։ Սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ, բաժանել վտանգներով լեցուն նրա ստանդական կյանքը։ Սոսեն հայրենասեր հայ կնոջ կերպարի մարմնավորումն է։